Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Շատ է խոսվում հանրային դաշտում, թե օրինակ ինչու տարբեր ուժեր, շարժումներ 2026 թվականին չեն կարողանալու հաջողել, օրինակ նույն այդ մեր ձևովը կամ առաջարկ Հայաստանինը Գագիկ Ծառուկյանի կողմից, որին միացել է դեմոկրատական այլընտրանքը, այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, դաշտում վաղուց են խոսում, որ այն հենց Ծառուկյանի կողմից ստեղծված ֆինանսավորվող կուսակցություն է ու այսպիսի հազար ու մի բան, հա։ Այն Մայր Հայաստանը միտեղ տրովում դառնում է ուրիշ մի բան, մի խոսքով։ Որտեղից է այս վստահությունը, որ այս ուժերը կարող են օրինակ չհաջողել, եթե մենք նաև ելնում ենք այն կանխավարկածից, որ նրանք պիտի որ ունենան նաև, այսպես ասենք, արտաքին աջակցություն։ Ես կարծում եմ Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են ամենահայտաբղե մասնակիցների քանակով ամենաշատ, կոմպրոմատների քանակով ամենալուրջ, ֆինանսական ուրեմն միջոցների օգտագործմամբ ամենամեծ թվականակով ընտրությունները եւ ցավալիորեն մեր ժողովուրդը ընտրություն է կատարելու ոչ թե հանուն, ոչ թե ինչ որ ծրագրի շուրջ, այլ էլի ծեր սպիտակի, էլի ռադիկալիզացման, պատերազմ ընդդեմ խաղաղության, նախկին ընդդեմ ներկա, արևմուտք ընդդեմ Ռուսաստան, եկեղեցի ընդդեմ իրենց ասելով, եկեղեցու դեմ գտնվող մարդիկ, անհավատներ, թրքասերները ընդդեմ ռուսամետների, այսպես, այսինքն քաղաքական օրակարգը ցավալիորեն էլի երբ սա արդեն երրորդ ընտրությունն է, ես ձեզ ասեմ, որ մենք սա ահավոր է իհարկե գնում ենք նմանատիպ միջավայրում։ Դրա մեղավորը ես համարում եմ առաջինը Հայաստանի իշխանություններին, որովհետև նախկին իշխանությունների մասին մենք ամեն ինչ գիտենք, դեռ նշած անձանցից բոլորն էլ նախկինում եղել են իշխանությունների հետ համագործակցող անձինք, լավ, դա դնենք մի կողմ, մարդիկ սխալվում են, բայց էլի իրենք նույն լոզունգն են առաջ տանում, առանց Ռուսաստանի մենք կկործանվենք, մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է, Փաշինյանը ամեն ինչում մեղավոր է, իսկ օրենք հաստատողը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ինքը 7 տարի չի արել այն խոստումը, որը տվել էր։ Հիմա որ ասում է ինչ անեմ, արգել է, բայց դա իր նախընտրական խոստումն էր 2018 թվականին, արգել են այն ուժերի մասնակցությունը, որոնք մասնակցել են ընտրակեղծիքների։ Դրան հակառակ առաջանում են նոր ուժեր, որոնք էլի նախկին ընտրակեղծարարների կողմից են այս կամ այն կերպ ֆինանսավորվում կամ աջակցություն ստանում։ Այսինքն այս օրակարգը հարմար է, ես կասեի, իշխանություններին, դրա համար մենք ասում ենք, որ որևէ ուժ չի հաջողի, բայց դա շատ վտանգավոր է, բազմիցս մենք խոսել ենք ձեզ հետ, որ ինչ որ պահի կարող է անհարմար լինել, այսինքն եթե զուգահեռաբար օրինակ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը չգործի, մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի, կամ Ռուսաստանը տնտեսական լուրջ ճնշումներ, Իրանի հիմա ի դեպ մենք դա տեսնում ենք, արդեն այսպես իր դեմքով չի, բայց պարզ է, որ դա Ռուսաստանն է անում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վստահությունը անկում ապրի, այս իրավիճակում նմանատիպ ուժեր ունենալը երկրի ներսում որպես գլխավոր ընդդիմադիր, սա վտանգ է ներկայացնում ոչ միայն Փաշինյանի իշխանությանը, այլև հենց հայ ժողովրդի անվտանգությանը եւ Հայաստանի անկախությանը։ Դրա համար ես մեծապես քննադատում եմ եւ անհավատով եմ վերաբերում Հայաստանի իշխանություններին, որ վերջապես կհաստատեն օրենք եւ կկատարեն իրենց նախընտրական խոսքը։ Ձեր թերահավատությունը որտեղից է գալիս, որովհետև ենթադրաբար իշխանությունը չպետք է, չէ, քաղաքական մազոխիստ լինի։ Դե տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքն էլ ասել է, որ այս ուժերին իրենք կարող են հաղթել անընդհատ, չէ՞, Ալեն Սիմոնյանն էլ ասում էր կտանենք, կկարենք, կբերենք, չէ՞, իր բառերն է։ Փաշինյանն էլ ասում էր իրենք ինչ շատ հարմար էր։ Այո, դա այդպես է։ Իշխանությունների վերարտադրման տեսանկյունից այսպիսի հակառակորդ ունենալը շատ հարմար է։ Իդեպ, որ ասում են թող բոլորն էլ մասնակցեն, ինչու են ասում հակառակորդը Քոչարյանն է, քանի որ այս մարդիկ շատ անընդունելի են, մեծամասամբ ժողովուրդը նրանց է ընկալում որպես Փաշինյանի ընդդիմություն։ Այն մարդիկ, որոնք Փաշինյանի չեն ընդունում, Քոչարյանին են ընդունում, որտեղ բևեռացված է ճաշկը։ Այն երրորդ ուժի ձայնը չի լսվում։ Բոլորն ասում են, լավ, մի րոպե սպասեք, էլի կարողա նախկինը գա, մի վարքյան, այս անգամ էլ Փաշինյանին ընտրենք, ոչինչ որ դժգոհենք։ Մենակ թե նախկինը չգա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ելնում է այս տեսանկյունից եւ մազոխիստ չէ, քանի որ իրեն թվում է, որ երբևիցե նրանք չեն կարող հաջողել եւ ինքը միշտ
ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը վերահսողության տակ, կոնտրոլի տակ է պահելու այս իրավիճակը, բայց գիտեք, միջազգային ուրեմն զարգացումներում շատ հաճախ իշխանափոխություն է տեղի ունենում այնպիսի հանկարծակի իրավիճակներում, որ որևէ մեկը չէր կարող դրա մասին կռահել, հատկապես ունենալով ոչ կոնստրուկտիվ հարևան հանդինս Ադրբեջանի։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը պիտի միշտ մտածի, որ կարող է Կրեմլի համար գործի պլան B, երբ որ Կրեմլը հասկանա, որ կարող է հաջողության հասնել։ Բացի այդ, այստեղ մեծ թվով գումարներ են ներդրվում, Հայաստանը աղքատ երկիր է եւ ընտրողներին ուրեմն շահադիտական մղումներով փորձել առաջնորդել որպեսի ձայն ստանան, դա հետագայում կոալիցիա կարող է կազմել, չէ՞, ուժերը խորհրդանում չէ, կարող ասել ինչ իրավիճակ կլինի, այդպես վստահությամբ պետք է մոտենալ ապագային։ Վրաստանի օրինակը պետք է աչքի առաջ իհարկե ունենալ, չմոռանալ այնտեղ ինչ տեղի ունեցավ եւ ոնց։ Մանավանդ որ շատերը Սամվել Կարապետյանին Բիձինա Իվանիշվիլի են համարում եւ նշում են, որ սցենարը գրեթե նույնությամբ Հայաստանի համար է։ Այնուամենայնիվ Սամվել Կարապետյանը կալանավորված է, նրա կալանքի ժամկետը երկարացվեց, դրան զուգահեռ Շարագածոտնի թեմում տեղի ունեցան խուզարկություններ, կալանավորվեց թեմի առաջնորդը Գարեգին II քրոջ որդին, ելի մի հոգևորական եւ այլն։ Եվ Սամվել Կարապետյանի երբ կալանքի հարցն էր քննարկվում, այնտեղ նրա, այսպես ասեմ, շատ վառ ընդգծված աջակիցները, որոնք փողոտ կալանավորներ են փնտրում, որպեսզի զբաղվեն նրանց գործերով, դե համենայնդեպս այդպեսի տպավորություն է թողնում, նույն Վարդևանյանը բոլորի փաստաբանն է եւ բոլորի միտինգ վարողն է դարձել փողոտ կալանավորների պնդում են որ փրկությունը Հայաստանի հայ ժողովրդի Սամվել Կարապետյանն է դրա համար է պետք նրան ազատ արձակել եւ ամսի 18-ին էլ հանրահավաքի են հրավիրում որպեսզի ժողովրդական ճնշման ներքո այս իշխանությունը այսպես ասած ետ քայլանի հա Ես դեմ չեմ, որ մեզ փրկեն, բայց ինչքան փրկել են, ոնց որ մենք դրանից միայն տուժել ենք, հա, ներսում, դրսում։ Գուցե Սամվել Կարապետյանի դեպքը որոշակիորեն առանձնահատուկ է եւ նա իրոք կկարողանա մեզ փրկել։ Գիտեք, ես կարծում եմ Սամվել Կարապետյանը առայժմ դեռ Նիկոլ Փաշինյանին է փրկում միայն, որովհետև իր հայտ գալը էլի Նիկոլ Փաշինյանին մեծ հեղինակություն է բերում, այսինքն իրենք փրկում են Նիկոլ Փաշինյանին եւ դրա համար պարոն Փաշինյանը շատ հանգիստ է, որովհետև Սամվել Կարապետյանը նվեր է իր համար։ Դուք որ ասում եք, այդ թիմը փոխող մարդիկ մենք շատ ենք դեռ տեսնելու եւ ես կարծում Քոչարյանի թիմից են իրենք այսպես փախչելու, որովհետեւ ինչքան էլ ասեն, որ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը միասին են, այդպես չի։ Մենք տեսնում ենք, որ իրար կսմթելը շարունակվում է, իրարից ձայն թափնելը շարունակվում է։ Այո, ընդհանուր կենտրոն է, այո, վերջում հնարավոր է միանան, բայց մինչև միավորվելը ամեն մեկը պիտի ապացուցի, որ ինքն է լիդերը եւ Պուտինին ապացուցի, որ ինքն է, որ կարող է լինել ընդդիմադիր լիդեր, հնարավոր է հետագայում վարչապետ, դա դեռ իրենց սպասումներից է կախված։ Բայց այդ Սամվել Կարապետյանը վարչապետ չի կարող լինել։ Այստեղ լուրջ խնդիր կա, ով է լինելու տեխնատու, մինչև այսօր չեն բացահայտում, չէ, ասում են կասենք։ Ինչ վերաբերում է փողոտին, գիտեք, տգեղ բան իհարկե կարող եմ ասել, բայց այնպեսի տպավորություն է, որ Սամվել Կարապետյանի անունը եւ գումարները օգտագործելով ինչ որ տենց հայտնի աստղեր են բերում Հայաստան, աջակցություն են արտահայտում, Սամվել Կարապետյանի փողերի լվացում է տեղի ունենում, որովհետև դա ոչ միայն հեղինակություն չի բերում, այլև հակառակը հայ ժողովրդի մոտ նյարդային վիճակ է առաջացնում, ինչ որ ես իմ ով, ես իմ որտեղ պրոֆեսոր, ասում եմ մենք գալու ենք եւ Հայաստանի դեմ պայքարենք, կամ չգիտեմ, մենք փրկելու ենք Հայաստանը եւ հայ ժողովուրդը դա կարող է որ մենք պիտի Սամվել Կարապետյանին ընտրենք։ Հասկանում եք, սա շատ բացական է ընկալում, սա ցույց է տալիս, որ այս մարդիկ PR-ից ընդհանրապես կիլոմետրերով դուրս են։ Եվ ամեն իրենց խոսքով նոր խաղաքարտեր են տալիս Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ առայժմ Սամվել Կարապետյանը դեռ միայն Նիկոլ Փաշինյանին է փրկել, հետագայում ում կփրկի հայ ժողովուրդն է որոշողը։ Գոնե մենք կարող ենք ասել, որ ի տարբերություն նախկին
ընտրությունները չեն կեղծվում, այլ հարց է, որ ամեն ինչ արվում է, կրկն է, որ քաղաքական օրակարգը պատտվի այս անձանց շուրջ։ Դրա համար ես ինքս ասել եմ, որ ես էլ չեմ պատրաստվում նախին ներկա այդ թեմանի մեջ մտնեմ, այսպես եզրակացությամբ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ Սամվել Կարապետյանի անվան շուրջ աղմուկը ավելի մեծանա, որովհետև իրեն բանտարկելով Սամվել Կարապետյանը այսօր դարձավ լիդեր։ Ինչու՞։ Որ բանտարկել են, ի՞նչ է լինում, իր թիմը չի հավաքվում, գումարներ չեն օգտագործվում, հավաքվում է, տեխնացու են առաջադրում, այսինքն Սամվել Կարապետյանին բանտարկելու իմաստը ես չեմ հասկանում։ Այստեղ մի կողմ դնենք իրավական հատվածը, որևէ մեղադրանք դուրս չկա եւ վճիռ չկա։ Ինչու էր պետք Սամվել Կարապետյանը դարձնել այսպիսի կարևոր ֆիգուր։ Մանավանդ որ նա դրսում գտնվելով կամ ներսում այդտեղ փոփոխություն չի լինում, մեկ է նա ընտրապայքարի մեջ է։ Սա տեղավորվում է իմ կարծիքով հենց այդ Սևսակի համատեքստում եւ ամեն ինչ դեռ ուրեմն սցենարով է, որը նախ պլանավորված է։ Բա այս հոգեվորականների շուրջ աժիոտաժը, հա, ես օրինակ չեմ բացառում, մեկ էլ տեսա կաթողիկոսը ինչ որ դարձավ ինչ որ ուժի, այսպես ասենք, հովանավորը, իդեպ եթե հիմա ես անուն չեմ տա բնականաբար, մամուլում շատ է գրվել մի ինչ որ ուժի մասին, որին ստեղծել էին, եթե հիշում եք, փաստաբանների պալատի այն ժամանակվա նախագահ Զոհրաբյանը, հիմա նախկին նախագահ, եւ շատ ասում էին, որ սա հենց ուղիղ կապված է եկեղեցու վերնախավի հետ էս ուժը, եւ նաեւ հետաքրքիր էր, որ հենց նախորեի, այսպես ասենք, խուզարկություններ, բերման ենթարկումներ եւ այլն, առաջինը հենց այդ խումբը, հենց այդ ուժի խումբը Զոհրաբյանի գլխավորությամբ փաստաբանների սլացան պաշտպանելու եկեղեցականներին եւ այսպես ասենք, դոշ ծեծողներից շատ ընդգծված հենց նրանք են։ Սա ուղղակի որպես ենթադրություն եւ մամուլում շրջանառվող, այսպես ասենք, ենթադրություն կամ վարկած, հա, բա այդ դեպքում ինչ ենք անելու այս մի կողմի հետ նկատի ունեմ եկեղեցական վերնախավի ինչ որ X ուժի հովանավոր լինելու։ Ես մի կողմ եմ թողնում, որ բոլորը կասեն դե իրենք աջակցում են նախկիններին եւ այլն, չէ, կոնկրետ այս դեպքում կա ենթադրություն այդ թվում եւ մամուլում հրապարակային խոսքում, որ եկեղեցու վերնախավը ունի քաղաքական ուժ։ Ոչ թե երբ վերնախավը ունի քաղաքական ուժ, քանի որ այս մարդիկ ինքնուրույն չեն եւ հստակ մի կենտրոնի չեն ղեկավարում, դա ցույց է տալիս այդ կենտրոնի արձագանքը այդ գործընթացներին։ Հիմա այդքան շատ չեն արձագանքում, բայց մենք որ արի առավոտ ակտիվ եկեղեցի հայ եկեղեցու պաշտպանության եւ բարձր, որ այդտեղ եկեղեցին է երիտասարդներում։ Այսինքն Գարեգին երկրորդը ռուսակ այս մոդելի մեջ ունի հստակ որպես եկեղեցի ղեկավար, կարևոր այն է, որ այն ֆիգուրը, որը ասում է Ռուսաստանն է մեր գլխավոր դաշնակիցը, այդ բանի փնտրել։ Եվ Ադրբեջանի հետ խաղաղությունն է, Փաշինյանը հանձնող է, կապիտուլյանտ է եւ այլն եւ այլն, գիտեք։ Ամերիկան, որ եկավ, ուրեմն Թուրքիան է գալիս, դա էլ է նույն կոնտեքստից։ Ամերիկա նշանակում է Թուրքիա։ Հիմա եկեղեցու հատվածը գիտեք ով է խոսք, Գարեգին Գյորգը ինչ շատ բախված անձնավորություն է, չեմ ուզում դիավորել, բայց դուք տեսնում եք, նա որևէ արձան չի տալիս։ Բայց դուք չեք ասում Գարեգին երկրորդը անմեղ, նրա հանդեպ մեղադրանքները սուտ են։ Դուք չեք ասում Արագածոտնի թեմի առաջնորդը անմեղ է, նրա մեղադրանքները սուտ են։ Ասում դա եկեղեցու է։ Հիմա դուք ըմբում եք, որ Գարեգին երկրորդը կարող բիզնեսով զբաղվի, Գարեգին երկրորդը կարող է հարկերը թաքցնի, չվճարի։ Այսինքն դուք ընդունում եք, որ այդ ամեն ինչը նորմալ է։ Մեկ է, եթե Գարեգին երկրորդը կաթողիկոս է, ուրեմն իրան ամուսնու։ Բայց ինչ եք կարծում, Գարեգինի, այսպես ասենք, հերացումը հավանական համարում եք։ Գարեգինը չի որոշում հեռանա թե ոչ։ Ես ներում եմ քննադատվելու համար, բայց բոլոր հաղորդումների ժամանակ ես այդ արտահայտել եմ։ Գարեգին երկրորդը, եթե Ռուսաստանից աջակցություն ունի, սիրուն աչքերի ամեն աջակցություն, Գարեգին երկրորդին հստակ ասել է, ինչ դիրոշում պիտի լինի։ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին այսպես չի ուզում փոխի եւ չել կարող փոխի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի խախտում Վլադիմիր Պուտինի համար այնպիսի արմիտ գծեր, որ արդեն ասեն ժամանակն է։ Նիկոն որ Պուտինը խառնա, հիմա չի էլ կարող։
բայց Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է խաղում, նա եւ Մոսկվա է գնում, ԵՏՄ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, բազան չի հանում, ասում ամեն կարող անդամ չդառնանք Եվրամիության, այսպես որ նայում ես ինչի պիտի Վլադիմիր Պուտինը փոխի Նիկոլ Փաշինյանին, օգոստոսի 8-ը ստորագրեց, նոյեմբերի 9-ը դուրս չի եկել, կարողա չի գործում օգոստոսի 8-ը, հələ մի տարի ու կես, այնպես Պուտինը պատմել է դուրովի խնդիրները Եվրոպա։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ որ զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։